Ինչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում։ Երկրաշարժի ժամանակ կարող է թվալ, թե վնասվել է տրանսպորտային միջոցի անիվը կամ մեքենան չի կառավարվում։ Երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտի վարորդը պետք է դանդաղեցնի ընթացքը, սակայն կտրուկ չարգելակի, որ ուղևորները չտուժեն։ Հանրային տրանսպորտի դռները բացվելուն պես ուղևորները պետք է առանց խուճապի տարհանվեն հնարավորինս բաց անվտանգ տարածք։ Եթե կան տուժածներ, հնարավորության դեպքում կազմակերպեք առաջին օգնություն։ Հիշեք, տրանսպորտային միջոցում մշտապես պետք է լինի առաջին բուժօգնության պայուսակ, կրակմարիչ, լապտեր և ջուր։ Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը ձեր հետագա գործողությունները կատարելու համար։ Հարգելի վարորդներ, արգելվում է տրանսպորտային միջոցը կայանել կամուրջների տակ կամ վրա, բազմահարկ շենքերին մոտ, էլեկտրասյուների և էլեկտրական գծերի կամ գովազդային վահանակների տակ, ծառերի, հենապատերի, բենզա-գազալցակայանների մոտ։ Տրանսպորտային միջոցը պետք է կայանել հնարավորինս բաց տարածքներում, այլ մեքենաներից անվտանգ հեռավորության վրա։ Նման դեպքերում ուղևորները կարող են մնալ իրենց տեղերում։ Իսկ եթե մեքենան հայտնվել է վտանգավոր տեղանքում, պետք է կազմակերպել ուղևորների դուրսբերումը հնարավորինս անվտանգ տարածք։ Իրավիճակի վերաբերյալ պետք է տեղեկացնել համապատասխան ծառայություններին։ Ցնցումների դադարից հետո էլ չպետք է շարժվել, քանի չի ստացվել ճանապարհի անվտանգ լինելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն։